Դե մեր մեջ ասած իմ համար կալանքը մնում է կալանք, կապ չունի տանն ես թե բանտում ես, դու անազատության մեջ ես ու դա շատ ավելի դառնա, երբ որ անազատությունը անարդար է։ Բնականաբար։ Սա է ողբերգությունը, հա, այսինքն ոչ թե Ռոման Եսիմնչյանը հրաժարվեց փոխել Վազգենի կալանքի տեսքը։ Փաստերն է, որ Վազգենը կալանքի տակ է, Նարեկը կալանքի տակ է ու արդեն էական չի որտեղ։ Ու դա չպետք է լինի արդար հասարակությունում, դա չպետք է լինի որպես երևույթ։ Ու էլ չեմ ասում մնացած քաղբանտարկյալների վիճակը, որովհետև մի քանի օր առաջ Չախալյանի խափանման միջոցը փոխեցին տնայինի, բայց մի քանի օր նա դեռ պետք է մնար բանտում, պրիստուպ ա բռնել պոչկայի թե լեղապարկի արդեն չեմ հիշում, քարը շարժվել է ու իսկ դա մի այլանդակ ցավ է, ով ապրել է այդ բանը, ինքը գիտի ինչի մասին է խոսքը գնում, եւ դա շտապօգնության կարիք ունեցող հիվանդություն է, հա, այդ մարդուն անգամ շտապօգնություն չեն կանչել, որ գոնե ցավազրկեն։ Այդ անմարկային վերաբերմունքը բանտարկյալների նկատմամբ, այսինքն մանր կեղտոտ դրսևորումներ ունի, որ մարդը հիվանդ է, բայց ինչա պատվերով բանտարկված է, այդ մարդկանց վախում են մարդկային վերաբերմունք ցուցաբերեն։ Վստահեցնում եմ, որ եթե ինչ-որ մի հատ գող, մարդասպան, ես չգիտեմ, այնտեղ կաշառակեր, մեկը վատանար, վազելով եւ շտապօգնությունը կկանչեին եւ դեղորայքը կբերեին ճիշտ ժամանակին կհասցնեն, բայց ինչա այս մարդիկ գտնվում են պետ պատվերի տակ, նրանք արժանի չեն մարդկային վերաբերմունքի։ Եվ սա պետքա փոխվի, սա պետքա կոտրվի, սա շատ վատ ավանդույթ է։ Ու ես ուզում եմ արդյոք օգտվելով դիմեմ այն բոլոր մարդկանց, որոնք ընդգրկված են այս process-ի մեջ, որ օրա գալու դուք Նարեկի, Վազգենի, Վահագնի եւ մնացած բոլորի հետ տեղերով փոխվելու եք։ Ու 10 անգամ մտածեք, դուք պատրաստ եք ձեր նկատմամբ նման վերաբերմունքի, թե ոչ, որտեղ ձեզ կարող է հիշացնեն։ Միշտ այդ բանը պահեք ձեր մտքի մեջ, որ օր կգա դուք տեղերով կփոխվեք ու ոչ մեկ չի հիշի, որ այս մարդը ինձ լավ էր նայում, երբ որ նստած էի, ես էլ իրան լավ նայեմ։ Սա ասելու նա հիշում եք, այն մարդն է, ում շնորհիվ Նարեկը ընկավ հիվանդանոց, Չախալյանն էր ցավերի մեջ, Աջապահյանին սրտի արատով չէին թույլ տալիս գնա հիվանդանոց վիրահատվի, դեմներդ են բերելու։ Հենց որ անելուց առաջ մի լավ մտածեք, հետևանքներին դուք պատրաստ եք, թե ոչ։